Իշխանության եւ ընդդիմության պատվիրակները այսօր քննարկեցին լեգիտիմ իշխանության շուտապույտ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը։ Երկխոսության օրակարգում այն ներառվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջարկով։ Այսօրվա հանդիպումը 5 ժամից ավելի տևեց։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները իրենց առաջարկն հիմնավորող 87 էջանոց փաստարկներ էին պատրաստել։ Հանդիպման ընթացքում դրանք ներկայացրել են իշխանության աշխատանքային խմբին։ Այդ հիմնավորումներում նշված է Հայաստանի իշխանական համակարգը ոչ լեգիտիմ է, լիովին հակաժողովրդավարական։ Կոռումպացված է, հաշվետու չէ ժողովրդին, բացառապես սպասարկում է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների տնտեսական շահերը։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հիմնավորումներում առանձին գլուխներ են հատկացված մեջբերում եմ 2008-ին նախագահական կեղծված ընտրություններին, մարտի 1-յան սպանդին, չբացահայտված սպանություններին, ոճրագործության պարտակմանը, ընդդիմադիրների նկատմամբ ձեռնարկված քաղաքական հալածանքներին։ Մեջբերման ավարտը։ Այդ համակարգը ձևավորվել է ժողովրդի կամքը ամբողջությամբ աղավաղող, համատարած եւ լայնածավալ ընտրակեղծիքների եւ բռնությունների արդյունքում։ Ժողովրդի կողմից չընտրված իշխանության բռնի պարտադրման ընթացքում չի խորշել սեփական ժողովրդի վրա կրակելուց եւ 10 անմեղ մարդկանց սպանելուց։ Իբրև խնդիրների լուծման ուղի ընդդիմադիրներն առաջարկում են արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Ինչպես Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, իշխանական պատվիրակության անդամները իրենց շատ ուշադրությամբ այդ ժամերի ընթացքում լսել են, սակայն իրենց ներկայացրած հիմնավորումների շուրջ քննարկում այսօր չի ծավալվել։ Իշխանական կոալիցիան ժամանակ խնդրեց պատասխանի համար։ Մեր նախնական կարծիքը հետևյալն է, որ այդ փաստարկները մի մասը փաստեր են, մի մասը գնահատականներ։ Գնահատականների մասով մենք ունենք տարբեր գնահատական։ Ինչ վերաբերում է փաստերին։ Փաստերի մի մասը մեր կարծիքով ճշգրիտ չի ներկայացված, փաստերի մյուս մասի հիման վրա կատարվող եզրակացությունները եւս ճշգրիտ չեն, եւ մենք պատրաստվում ենք մյուս հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ 3-շաբթի օրը, ներկայացնել մեր գնահատականը ներկայացված փաստարկներին եւ հիմնավորումներին։ Ընդդիմադիր ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը հավանական չէ։ Այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին Մարտիրոսյանը ընդգծեց, որ արտահերթ նախագահական ընտրությունների կարիք չկա, հաշվի առնելով, որ ընդդիմության մի հատվածը տվյալ դեպքում ի նկատի ունենալով ՀԱԿ-ին այսօր ամեն ինչ անում է նախագահի դիրքերը ուժեղացնելու համար։ Իշխանությանը շատ ուժեղ աջակցում է ընդդիմության մի հատվածը, որպեսզի բավականին ուժեղ նախագահ լինի, միջազգային հանրության առջև բավականին ներկայանալի եւ բնականաբար նմանատիպ ուժեղ նախագահ ինչ կարիք ունի արտահերթ ընտրություններ անցկացնել։ Իդեպ, անդրադառնալով ՀԱԿ իշխանություն շարունակվող երկխոսությանը Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե հայկական սերիալներ դիտել չի սիրում։ Հայաստանում սերիալը դա լուրջ քաղաքականություն է։ Անլուրջ չէ, դա շատ լուրջ քաղաքականություն է, որպեսզի հասարակությանը շեղվի իրական խնդիրներից, իրական լուծումներից, հասարակությունը չունենա զարգացման հնարավորություն, իհարկե լուրջ խնդիր է, ես չասեմ անլուրջ, ուղղակի ես չեմ դիտում։ Հայաստանի ամենահայտնի տուրիստական քաղաքներից մեկը Ծաղկաձորը նախորդ տարվա համեմատ այցելուների պակաս է արձանագրում։ Քաղաքի հրապարակում կայանած տաքսու վարորդը դժգոհում է, առավոտից անգործ է։ Ոնց են շատ են տուրիստները, ոնց են գնում։ Այս տարվա նկատմամբ շատ քիչ են։ Անցյալ տարվա համեմատ չեմ։ Ծաղկաձորի քաղաքապետարանի туриզմի հարցերի պատասխանատու Գերասիմ Մկրտչյանի խոսքով այցելուների թիվը մոտ 10-ից 15%-ով նվազել է։ Դեռ ասում պիկին չեն հասել։ Հանգստացողները հիմնականում դժգոհում են, որ Ծաղկաձորը տարիների ընթացքում զրկվել է բնությունից, շատացել են քարե շինությունները, գները մատչելի չեն։ Բնությունը ավելի շատ էր, հիմա շինարարությունն է շատ։ Վաղ հանգստյան գոտեր, հիմա չի ասի հանգստյան, հիմա ուտել խմելու գոտի է։ Դե մենք գնել ենք պիցցա ենք կերել, բայց եթե պատվիրեինք խորոված, իհարկե ավելի թանկ էր լինելու։ Սա արդեն որոշակի մարդկանց սեփականություն է, կարծում եմ, արդեն ոչ ժողովրդին, այսքան ժամանակ մերն էր սա։ Ծաղկաձորի հանգստյան տների գները տատանվում են 8-ից 35 հազար դրամի սահմաններում կախված պայմաններից կամ արդյոք սնունդը ներառյալ է թե ոչ։
Ծաղկաձորը միանգամից կարող է ընդունել մոտ 5000 այցելու, սակայն վիճակագրությամբ միջինում ողջ ամառային եռամսյակում է այդքան մարդ այցելում տուրիստական այս քաղաք։ Շիրակի մարզում մոտ 16000 կաթոլիկ կա, կաթոլիկները Գյումրիում առաջնորդարան ունեն, հիմա առաջնորդարանից նաև եկեղեցի են կառուցում, սակայն մոտ 1.5 տարի է, ինչ կաթոլիկները թեմի առաջնորդ չունեն։ Երեկ Շիրակի մարզի Արևիկ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եկեղեցում տեղի է ունեցել կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Ռաֆայել arczepiskopos Մինասյանի գահակալության արարողությունը։ Իր խոսքում կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Ռաֆայել arczepiskopos Մինասյանը նշեց, որ իր նոր պաշտոնը ստանձնելով պարտավորվում է լինել եկեղեցու ճշմարտացի նվիրյալը։ Քանի դեռ Գյումրիում ընթանում է կաթողիկե եկեղեցու շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2013 թվականին, պատարակների ու ծիսական արարողությունների մեծ մասը հենց Արևիկի կաթողիկե եկեղեցում է անցկացվում, որը Հայաստանի ամենամեծ կաթողիկե եկեղեցին է համարվում։ Կիևի դատարանը երեկ հրաժարվել է ազատ արձակել Ուկրաինայի վարչապետ ընդդիմադիր գործիչ Յուլիա Տիմոշենկոին, մերժելով նրա փաստաբանի միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուկրաինայի նախկին վարչապետը կալանավորվել է ուրբաթ օրը դատարանի նկատմամբ բազմիցս անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հիմնավորմամբ։ Խափանման միջոցը փոխելու դեմ հանդես է եկել դատախազությունը, հայտարարելով, որ դատարանը որոշումը փոխելու հիմքեր չունի։ Տիմոշենկոն մնացել է կալանքի տակ եւ դատական նիստի ավարտից հետո տարվել է մեկուսարան։ Դատական նիստի ընթացքում Տիմոշենկոյի կողմնակիցները շրջապատել են դատարանի շենքը կոչերով եւ պաստառներով իրենց աջակցությունը հայտնելով ընդդիմադիր գործչին։ Ոստիկանության հատուկ ջոկատները մի քանի հոգու բերման են ենթարկել։ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոին մեղադրում են բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու, պետությանը վնաս հասցնելու մեջ։ Մեղադրանքը Ուկրաինայի համար ոչ շահավետ է համարել Ռուսաստանին գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որը 2009 թվականին ստորագրել է այդ ժամանակ դեռ Ուկրաինայի վարչապետ Տիմոշենկոն։ Եթե Տիմոշենկոյի մեղքը հաստատվի, ապա նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։ Սակայն Տիմոշենկոն եւ իր կողմնակիցները պնդում են, որ գործարքը օրինական է եղել, իսկ դատավարությունն ու կալանքը քաղաքական ենթատեքստ ունեն եւ միտված են Տիմոշենկոյին քաղաքական դաշտից հեռացնելուն։ Ստեփանակերտում մայրաքաղաքային առօրյայի լավագույն ավանդույթներից մեկը վերականգնվեց։ Ամեն չորեքշաբթի եւ շաբաթ օրերին Ստեփանակերտի Օղակաձև այգում Պիտաչոկում նվագում է քաղաքի փողային նվագախումբը։ Այս ավանդույթը գալիս է դեռևս անցյալ դարի 50-ական թվականներից։ Այն ժամանակ նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ հանդիսատեսը նաև պարում էր։ Ի տարբերություն անցյալի, այսօր հանդիսատեսը միայն ոտքերի աննկատ շարժումներով է մասնակցում ուրախ երեկոյին։